Ապա Կարինա Ագաջանովա, Տաշիր Արենայի գործադիր տնօրեն, Հրաչյա Արշակյան, Տաշիր Արենայի գլխավոր տնօրեն, Վիչեսլավ Կալցով, Տաշիր Արենայի գլխավոր պրոդյուսեր, Սոս Պետրոսյան, Կրկեսի գեղարվեստական ղեկավար, Հայաստանի կրկեսային գործիչների միության նախագահ, արվեստագիտության դոկտոր, պրոֆեսոր, Հայաստանի Հանրապետության մշակույթի վաստակավոր գործիչ, մեկ ևս Սոս Պետրոսյան, Պավել Բրյուն, շոուի ռեժիսոր բեմադրիչ Պավել Բրյուն, Ալյոնա Կոզինա, ռեժիսորական բեմադրող խմբի գլխավոր պրոդյուսեր, Անոֆրիո Կալուչին, Էթերնիայի շոուի արտիստ Անոֆրիո, Վիչեսլավ Մինչենկա, ռեժիսորական բեմադրող խմբի կրեատիվ պրոդյուսեր և Վալերի Տալստով, կոմպոզիտոր, մուլտի-ինստրումենտալիստ։ Ապա և մեր թիմը և գրեթե արդեն սկսենք մենք ունենք թարգմանիչներ, այդպես որ ամեն ինչ կհասկանանք, կխոսենք հայերեն և ռուսերեն լեզվով թարգմանիչը մեզ կօգնի։ Я хотела бы свой первый вопрос адресовать тебе, Слава. Расскажи, пожалуйста, что же здесь происходило все это время и чем проект уникальный? Ես ուզում եմ իմ առաջին հարցը տալ ձեզ, Սլավա։ Խնդրում եմ պատմեք, թե ինչ այստեղ կատարվել և ինչն է առանձնահատուկ այս ամենի մեջ։ Ну, во-первых, всем добрый вечер. Добрый вечер, дорогие друзья. Նախ եւ առաջ բարի երեկո հարգելի ընկերներ։ В первую очередь хочется сказать вам большое спасибо. Спасибо за то, что вы сегодня здесь, потому что сегодня день долгожданный. Долгожданный нами, и я надеюсь, долгожданный и вами. Նախ եւ առաջ ուզում եմ շնորհակալություն հայտնել ձեզ։ Շնորհակալ եմ, որ այսօր այստեղ եք, որովհետեւ այս օրը մեզ համար վաղուց սպասված օր է, ու սա նաեւ ձեզ համար։ Я уверен, что интересно всем, с чего же все началось. Вы знаете, я работаю в компании нашего собственника уже много лет. Работаем с его семьей, и за все это долгое время было осуществлено совместных проектов очень много разных, значимых, красивых. Но в один, как сейчас помню, солнечный день пришла к нам Татевик и сказала: Слав, у нас новый проект. Нам нужно построить цирк и сделать шоу международного уровня. Համոզված եմ, որ ձեզ հետաքրքիր է իմանալ, թե այս ամենի ինչից է սկսվել։ Ասեմ, որ ես իմ ամբողջ ընտանիքով շատ վաղուց բանից աշխատում եմ մեր սեփական դիրոջ միությունում և մասնակցել եմ բազմաթիվ նախագծերի պրոյեկտների։ Եվ մի, այսպես կարելի ասել, գեղեցիկ օր, Տաթևիկը մոտեցավ, եկավ մեզ մոտ և ասաց. Սլավա, մենք պետք է մի նոր ծրագիր իրականացնենք։ Եվ դա լինելու է կրկես շատ հետաքրքիր մի բեմադրություն ու դրանից երևի սկսվեց մեր նախագծի հենց առաջին քայլը։ Те, кто следят за социальными сетями Татевик, наверное, помнят ролик, когда она получает СМС от своего папы, и она произнесла такие слова: а вы знаете что-нибудь о цирке? Расскажите, почему Армения, почему Ташир-арена и что нужно ожидать армянскому зрителю? Պավել, երբ նայում ենք ձեր
կենսագրության և ստեղծագործական ձեռքբերումների նկարագրությանը կարելի ասել շունչ կտրվում է մարդու։ Սկսած դյուսելերից, սելինցիոն և էլ ինչ ասես։ Ու հիմա հարցս այսպիսին, ինչու Հայաստան, ինչու որոշեցիք գալ և այստեղ շարունակել ձեր ստեղծագործական գործունեությունը։ Добрый вечер, уважаемые гости, уважаемая пресса, наши друзья. Знаете, отвечая на вопрос Зары, я скажу так. Для меня самое главное – это какой-то человеческий контакт. Потому что, да, у меня есть какие-то большие проекты, в которых я принимал участие. Есть какие-то большие мероприятия, которые я делал самостоятельно, или там в компании Cirque du Soleil, Драгоны и других компаний. И, в общем, наверное, масштабом мне очень трудно удивиться. Я видел и пробовал очень разное. Но почти 2 года тому назад, вернее, 2 года тому назад, когда я встретился с Вячеславом Кольцовым и с Татерик Карапетян, произошло немножко другое, о чем я скажу отдельно. Հարգելի լրագրողներ, բարի երեկո, ուրախ ենք ձեզ ողջունել Տաշիր արենայում։ Մի փոքրիկ նախաբան պատասխանելով հարցին, նախ երբ որ Տաշիր ընկերությունների խումբը ձեռք բերեց Երևանյան կրկեսի շենքը, այն այդ պահին գտնվում էր վթարային վիճակում եւ անվտանգ էր շահագործման համար։ Հետևաբար ուսումնասիրություններ կատարելուց հետո որոշում կայացվեց, որ ավելի անվտանգ է շենքը քանդել եւ կառուցել նոր, ավելի նորարար, ավելի անվտանգ շենք։ Ինչն էլ սկսեց անել Տաշիր ընկերությունների խումբը, որը կարողանում է շատ լավ անել։ Կարծում եմ գիտեք, տեսել եք, որ ինքնին շենքը բավականին կարճ ժամանակում կառուցվեց, բայց հետո կար խնդիր այն համալրել տեխնոլոգիայով և տեխնիկայով։ Եվ Սամվել Կարապետյանի կողմից կար դրված խնդիր, որպեսզի շենքը լինի բազմաֆունկցիոնալ և համալրված ամենանոր տեխնոլոգիաներով։ Եվ թիմը լծվեց այդ գործով, սկսեց նախագծման փուլը, հետո ձեռքբերման փուլը, հետո մոնտաժային և փորձարկումների։ Բնականաբար նույն COVID-19-ի համաճարակը արցախյան դեպքերը իրենց շտկումները մտցրեցին այդ բոլոր պրոցեսների մեջ, բայց կարծում եմ բոլոր սպասումները արդարացված են, քանի որ մենք հասանք մեր նպատակին և ստացանք ոչ միայն Երևանի, Հայաստանի, այլ նաև ամբողջ տարածաշրջանի համար շատ բարձր մակարդակի, անվտանգ, իրոք դուք արդեն կարող եք տեսնել տեխնոլոգիաներով, ամենանոր տեխնոլոգիաներով հագեցված շենք, հարթակ, որտեղ կարող ենք անցկացնել շատ և շատ տարբեր տիպի միջոցառումներ հայ և ոչ միայն Հայաստանի հանդիսատեսի համար։ Կարծում եմ բոլորս կգնահատենք այն աշխատանքը, ինչ որ կատարվել էր այդ ընթացքում։ Շնորհակալություն։ Если мы говорим про инвестиции, то общий размер инвестиций в объект составил порядка $55 миллионов. 1970 թվականին ավարտեցի Մոսկվայի կրկեսային ուսումնարանը, ինձ մեծ անգելիվարյանը ինձ Մոսկվայում տեսա, մոտեցավ ինձ և ասեց, մենք աշխատելու ենք Երևանի կրկեսում, քեզ վերցնում են հայական կրկեսում։ На этом сложности не заканчиваются, завтра будут другие, послезавтра третьи. Что касается Армении, в большом восторге пребываю от армянской истории, армянской культуры. Это совершенно восхитительный народ, это совершенно восхитительный этнос, с которым я сталкивался в самых разных странах мира. Вот. Мало того, это далеко не первый мой проект в Ереване. Моя история с Ереваном началась еще в 80-е годы прошлого века, когда я принимал участие в постановке
замечательного спектакля в театре Сундукяна под названием «Дети Арбата». Был такой спектакль здесь, я помогал со сценическим движением. И много раз бывал в Ереване, достаточно времени здесь провел, у меня здесь огромное количество друзей. И ասեմ, դժվարությունները, որոնք մենք հաղթահարում ենք, չեն ավարտվում։ Վաղը կլինեն ուրիշ դժվարություններ, վաղը չմիսօրը մի մեծ խումբ նորից ուրիշ դժվարությունների։ Հիմա ինչ վերաբերում է Հայաստանին եւ հայ ժողովրդին, ասեմ, որ ես միշտ հիացել եմ Հայաստանի պատմությամբ, հայ ժողովրդի էթնոսով, տեսակով եւ ունեցել եմ կապեր հայերի հետ ոչ միայն Հայաստանում, որտեղ եղել եմ մի քանի անգամ եւ աշխատել եմ մի քանի տարի առաջ, օրինակ Սունդուկյանի թատրոնում, Դեդի Արբատա պրոյեկտի իրականացման ժամանակ։ Ես հանդիպել եմ հայերին տարբեր երկրներում եւ միշտ հիացել եմ նրանց տաղանդաշատությամբ եւ արժեքներով։ Ու могу продолжить? да, пожалуйста. Да, если сравнивать о том, какие сложности возникали у меня и у моих коллег, когда я работал, допустим, в Лас-Вегасе или там в Дубае, или в Пекине, или в других городах на Западе и на Востоке, в общем, на сегодняшний день в нынешнем мире спектр сложностей, которые есть, он примерно одинаков. Сейчас нельзя сказать, что вот это сугубо армянская проблема, а это там сугубо американская проблема, а это сугубо там еще чья-то проблема. Информация доступна всем, доступна легко, доступна быстро. Вот. И то, каким образом люди впитывают эту информацию, в общем, это тоже примерно одинаково везде. И сказать, что здесь мне, например, труднее или легче, чем в Лас-Вегасе, было в Лас-Вегасе 30 лет тому назад, я не могу. В общем, на круг получается, что если ты убеждаешь людей в том, что ты от них хочешь, то эти цели становятся достижимыми. Ասենց ձեզ եւ ինձ համար, եւ իմ գոլեգաների համար աշխատել, ասել թե, ասենք, ինչ որ տարբերություն կա դժվարությունների, բարդությունների մեջ, Դալաս Վեգասում, Պեկինում, չգիտեմ, Դուբայում, թե այլուր, ամբողջ աշխարհում, այս բանի գրեթե անհնար է։ Աշխարհը այնպես է փոխվել, որ դժվարությունները ամենուրեք նույնն են եւ դժվարությունների մոտեցումն է պահանջում այդպիսի ասրանց լուծումին օգնող ինչ-որ քայլեր։ Այսինքն, եթե կարողացար մարդուն բացատրել, թե ինչ ես ուզում նրանից, ու կարողացար նրանից ստանալ այն ինչ որ ուզում ես, դա օգնում է հաղթահարել դժվարությունները ամենուրեք։ Դե աշխարհը շնորհակալություն ձեր հարցի համար։ Իհարկե, այս հիասքանչ շոուի համար իրաշսում ստեղծելուց ու քեշնչել եմ հայկական իրաշական ավանդույթներով, որոնք շատ հիասքանչ են հայկական հոգևոր, ժողովրդական դասական միջազգային իրաշսումը, նաև հոգևոր և պատմական ավանդույթները, և մեր ուերկան կոլեկտիվը և այս ամբողջին մենք այս հիասքանչ զարան, լույսը, ձայնը և մարդին